Ոչ ոք արժանի չէ Գազայի հատվածում տիրող իրավիճակին, այսպես է արձագանքում ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը, վերահաստատելով, աջակցում են իրենց դաշնակից Իսրայելին։ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը թերահավատորեն է մոտենում Մակրոնի երեկվա հայտարարությանը, թե Ֆրանսիան կարող է հունիսին ճանաչել Պաղեստին պետությունը, հիմնավորելով, որ ԱՄՆ-ն դեմ է ցանկացած միակողմանի ճանաչման, քանի որ Մերձավոր Արևելքի որոշ երկրներ դեռ չեն ճանաչել Իսրայել պետությունը։ Իսրայելը չճանաչած երկրների թվում են Սաուդյան Արաբիան, Իրանը, Իրաքը, Սիրիան և Եմենը։ Մենք իհարկե ծանոթ ենք Ֆրանսիայի կառավարության հայտարարություններին, միայն կարող եմ ասել, որ Միացյալ Նահանգները հաստատակամորեն կանգնած է Իսրայելի կողքին։ Մեր նպատակն է տուն բերել Իսրայելի բոլոր պատանդներին և Համասին պարտության մատնել։ Պետդեպարտամենտում հավաքված լրագրողները չեն հասկանում։ Ավելի քան մեկ ամիս է, ինչ ԱՄՆ դաշնակից Իսրայելը շրջափակել է Գազան, բայց Թեմի Բրյուսի խոսքով ոչ ոք արժանի չէ այդ ամենին։ Արդյոք պետդեպարտամենտին մտահոգում է Գազայի ռազմական օկուպացիան, որը էլ ավելի կսրի իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Խոսնակը խուսափում է ենթադրություններից։ Նախագահ Թրամփը հայտնել է իր կարծիքը խնդրի դիվանագիտական լուծման և մարտերի դադարեցման վերաբերյալ, և թե ինչ կարող են այլ երկրները մտածել կամ ինչ դիվանագիտական խոսակցություններ ու նկատառումներ կունենան, ես չեմ պատրաստվում քննարկել։ Դուք ուզում եք, որ ես ենթադրեմ կամ հավանական վարկածներ ասեմ։ Ես դա չեմ անելու։ Թեմի Բրյուսի մամուլի ասուլիսից ժամեր անց Լոնդոնի ոստիկանությունը 6 մարդու է ձերբակալել։ ԱՄՆ դեսպանատան այգու լճակի մեջ 12 հոգանոց ակտիվիստների խումբը 300 լիտր կարմիր ներք է լցրել, բողոքելով Միացյալ Նահանգների Իսրայելին տված աջակցությունից։ Ներկի տարաների վրա բավական է զինեք Իսրայելին գրություններ են եղել։ Ոստիկանությունը հայտնել է, որ հանցավոր վնաս պատճառելու մեղադրանքով ակտիվիստներից 6-ը ձերբակալվել են։ 3 գիշերվանից Իսրայելը չի դադարում հարվածել Գազայի Շուջայա թաղամասի բնակելի շենքերին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ահազանգում է, Գազայում հիվանդություններն արդեն անվերահսկելի են և ավելի քան 10,000 պաղեստինցի անհապաղ հոսպիտալացվելու կարիք ունի։ ՄԱԿ-ի պնդմամբ իսրայելական վերջին 36 օդային հարվածներից զոհվել են միայն կանայք և երեխաներ։ Մարիամ Ամիրջանյան, Նորայր Հակոբյան, Հայլուրի համար։